Ընդամենը մի պահ։ Եվ փաստաթուղթը, որը կարող էր արժանալ ավելի շատ, քան տեսակետները կամ հրապարակային խոսքերը, բացվեց։ 2008 թվականի դեկտեմբերի 26-րդ օրը ներկայացված հրամանագիրը Շարլ Ազնավուրին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու մասին պարունակում էր ոչ միայն ստորագրություն եւ դրոշի սկիծ, այլև մի փաթեթ, որի ծածկագրված էջերը հիշեցնում էին այդ երկրի նրանք փակ դռների գաղտնիքներից մեկը՝ շագանակագույն, արքական տեսք ունեցող թղթի վրա դրոշմված պաշտոնական ձևերնիշանով, որի վրա ամենայն հավանականությամբ կար այն, ինչին ոմանք չէին սպասում՝ ինչ-որ պայմանավորվածություն, ինչ-որ հետախուզված համաձայնություն, որը հետո վայրկյանների մեջ իջեցվեց տուփի մեջ եւ դարձավ անհասանելի։ Այդ փաստաթուղթը խոսել էր այն մասին, որը միայն իրենց հերթին կրկնապատկում էր քաղաքական մտահոգությունները, ոչ թե այն, ինչ նա ստանում էր որպես պատիվ, այլ այն, թե ինչ էր փոխադարձվել դրա դիմաց։ Այս իրադարձությունը ոչ միայն հայտ էր տալիս քաղաքացիության փաստաթղթի մասին, այլև հակասությունների մի շղթան բացեց, որի վերջում կանգնած էր հարցը. ով էր վերցրել այդ փաստաթուղթը, եւ ինչի էր նվիրված այն, ինչին մենք երբեք չենք տեսել։ Ինչը փոքրինչ զարմանալի էր ու դարձնում էր այս պահին վտանգավոր։ Այդ սեմ ժամանակը հիշեցրեց, որ որոշ փաստաթղթեր կարող են փրկել կարիերան, իսկ որոշները կնքել դատավճիռներ, քաղաքական իմաստով։ Այս դեկտեմբերի 26-րդը դարձավ կետ, որտեղ հանրային տեսլականը եւ փակ դուրերի տվյալները հատեցին իրենց ուղիները։ Հաշվարկեք միայն հին դերերից մեկը։ Նրան, ում անունը միշտ եւ ամենուր հայ ժողովրդի սրտում էր, դարձավ պաշտոնական անցկա, եւ դա պետք է ստանար բացասական կամ դրական գնահատական, կախված նրանից, թե ով էր կարդում նեգնիշը։ Բայց գլխավորը այն չէր, թե նա ինչ ստացավ կամ ինչ հրաժարվեց ստանալ, այլ այն, թե ինչ թաքնված պայմաններ ուներ այդ փաստաթուղթը, որոնք հետո անհետացան այնպես, կարծես նրանց երբևէ գոյություն չի ունեցել։ Այդ անհայտությունն ներշնչում էր պարանոյայի համեստ շունչ։ Այս փաստաթուղթը կարող էր արժանալ կյանք տիպի մտքով, եւ դա էլ դարձավ այն շառավիղը, որի շուրջ կառուցվում է այս պատմությունը։ Հենց այդ առաջին ակնթարթից սկսած պետք է հասկանալ երկու բան։ Առաջինը, Շառլը երբեք չէր ընդունի պետական կոչում միայն որպես պատիվ։ Գայի միտքը միշտ մի քիչ այլ էր։ Հայրենիքին ծառայելու լայն գաղափարով, որը հազիվ թե սահմանափակվեր շապիկի տակ փաթաթված պաշտոնով։ Երկրորդը, իշխանությունները, որոնք 2008 թվականի մարտի 1-ի ցավալի իրադարձություններից հետո իրենց միջազգային երեսը շոյելու կարիք ունեին, ակնհայտորեն փնտրում էին կերպարներ, որոնք կպոկեին հրապարակային ուշադրությունը ճգնաժամից։ Այս հակադրությունը, համաշխարհային աստղի փայլը ընդդեմ ներքին խառնաշփոթի, դարձավ առաջին նշանավոր հանգույցը մեր հետաքննության համար։ Ինչպես միշտ, երբ պետությունից ավելի մեծ բան է ներգրավվում, կա նաև շոշափելի նյութ։ Թղթերի գույնը, կնիքի ծանր գործը, վերևի աջ անկյունում շփված մատնահետքը։ Այսպիսի մանրուքները պատմում են այն մասին, ինչ բառերը չեն ասում։ Այդ շագանակագույն թղթի սառը մակերեսը, որի վրա տեսանելի էր վարչական տառերի չոր հարվածը, հուշում էր, թե որքան կարևոր էր այն մարդկանց համար, ովքեր սպառեցին գործարքը։ Եվ եթե այդ փաստաթուղթը ոչնչացվեց կամ հանվեց իդեալական ու հեշտությամբ, ապա հենց այդ գործողությունը դարձավ առաջին խարիսխը մեկ հակասության։ Արդյոք սա ավելի շատ մշակութային պատիվ էր, թե պրագմատիկ քաղաքական գործարք։ Viewer, ինչ ես կարծում ես։ Կարող էր արդյոք միայն մեկ էջ փոխել ամբողջ հասարակության հայացքը այն համակարգի նկատմամբ, որը փորձում էր ապացուցել իր օրինաչափությունը այդ նույն երկիրում։ Թեքվելով այս հարցի վրայից, պատմությունը բացվեց շարունակական շերտերով, որտեղ ամեն նոր բացարձակակում ավելացնում էր. տեսնում ես, թե ինչքան խորն են արմատները։ Սակայն առաջին շարքը պետք է հիշել. այդ նույն դեկտեմբերի օրերի թերթի վրա հիշատակված անունները, Ազնավուրը ու նրա նոր ստացած փաստաթուղթը, դարձան այն հատուցման սիմվոլը, որով իշխանությունը փորձում էր նորից գրավել միջազգային վստահության կորությունը։ Այդ անհետացած էջերը մեզ համար այժմ դարձել էին հայտնարարություն։ Ոչ միայն մեկ մարդու անունը փոխադրված էր պետական արձանագրությունների մեջ, այլև մեկ ամբողջ քաղաքական առաքելություն թափանցել էր հանրային կյանք։ Ինչ-որ պահի շարմն ու հանրային առասպելը փոխվեցին մտահոգության։ Նա չէր վճռել մնալ խնամքով պահված կերպարում։ Նա ցանկաց մի բան անել հայրենիքի օգտին, եւ իշխանությունը գիտեր այդ պահանջը։ Բայց viewer, եթե այս պատմությունը սկսվեց փաստաթղթից, ապա ինչպես կավարտվի այն փաստաթղթի գոյությամբ, թե փաստաթղթի անհետացմամբ։ Որտեղ էին երրորդ հանձին ներգրավված ուժերը, որոնք կատարել են այդ նետուձիգ քայլը։ Արդյոք դրանք պարզապես կազմակերպչական մանրամասներ էին, թե ավելի խորքային քաղաքական համաձայնություն։
Ինչու այդ փաստաթուղթը հանվեց եւ ինչու դրա բացակայությունը դարձավ այնքան աղմկոտ։ Ձեզնից ինչ սպասել այս պատմությունից։ Դա ինձնից փոքր հապաղություն պահանջեց, ասում է Շառլը ինքն իրեն ներկայացնելով որպես մարդ, ով զգում էր պետության ծանրությունը, եւ է խոսքերը 4 տարիների ընթացքում դառնում են հանդարտ տխրություն։ Viewer. Արդյոք կարելի է միանշանակ հավատալ նրան։ Նա, ով երբեք չէր լռում մշակութային հարցերում, այժմ ստանձնեց դիվանագիտական պարտականություն։ Մի օր, որ նշել է որպես 2009 թվականի փետրվարի 12-ը։ Նա, ով տարիներ շարունակ եղել էր հայկական մշակույթի կենթանի խորհրդանիշը, դարձավ պետական ներկայացուցիչ, նույն իշխանության կողմից, որը ըստ փաստերի այդքան էլ հանրային աջակցություն չէր վայելում։ Այս տեղափոխությունը չէր անցել անուղելի հակասություններ։ Այն պահանջեց մարդկանց որոշակի նամակագրություններ եւ ստիպեց նրանց ընտրություն կատարել, լիներ բարոյական համարձակություն կամ պետական պարտք։ Հիշեք, որ նա հրաժարվեց ստանալ պաշտոնյական աշխատավարձը, հայտարարելով, որ իրեն պետք չեն պետական միջոցները։ Այդ քայլին կարելի էր նայել ինչպես ազնվության նշան կամ որպես ներբանկատ քայլ նախագահի առաջարկության տեսանելիությունը բացառելու համար։ Երբ հարստությունն եւ հանրային կարեկցանքը խաչմերուկի են գալիս, հակադրությունը չի պահանջում թվեր, այն ինքնին խոսում է։ Մի մարդու փայլը, որը չի վերցնում գումարներ պետական էջերից, դրա շուրջը ծնվում են հարցեր այն մասին, թե ինչու նման համաձայնություն դարձավ անհրաժեշտ։ Մտածիր այս մասին այսպես. հանրային դեմքը, որ առաջարկվեց մեզ, մի կողմից ներկայացնում էր մշակութային զանգված, մյուս կողմից քաղաքական ձեռնարկություն։ Այդ ընդհանրացումն այն պահին, երբ աղջիկները փողոցում եւ տղամարդիկ շենքերի բակերում խոսում էին 2008 թվականի մարտի 1-ի մասին, կարծես խարխլեց հավասարակշռությունը։ Եվ ճիշտ, այդ խարխլումը նոր խաղի սկիզբն էր։ Viewer. Ինչպես դու պատկերացնում ես այս համադրությունը։ Արդյոք սա ճողոպրած փրկողակ էր իշխանության համար կամ ուղղակի մշակութային նվիրում պետական շահին։ Ինչպես մի մեծագույն տաղանդ կարող էր հայտնվել այդ եռանկյունում, որի մյուս անկյունները եղել են իշխանություն եւ սփյուռք։ Դու ինչ կընտրեիր, եթե կանգնած լինեիր կետեղում։ Մինչև վերջին պահը ես հավատում էի, որ մենք կհաղթենք։ Այս անունը կարող էր ասել ամենապատասխանատուներից մեկը, բայց այս տողը մեզ տանում է դեպի այն մարդկանց լսարանը, որոնք ունեին այնպիսի հիշողություններ, որոնք միայն աստիճան առ աստիճան բացվում են։ Մեր պատմության հաջորդ մասը սկսվեց մի վկայի խոսքերով, որքան էլ նրա անունը Արուն չլինի, եղել է այն կողմը, որ մի գիշեր փակ դռների հետևում վստահեցրեց։ Այդ անձը, որը տարիներ անց հիշատակվեց որպես բացարձակ կամուրջը դիվանագիտության եւ մշակույթի միջև, արժանացավ քննադատության եւ երկրպագության միաժամանակ։ Նա լավ գիտեր, որ նման առաջարկը կարող էր ջուրը նետել քաղաքացիների մեջ անկեղծության կասկածների սերմերը, եւ ավելին, նա գիտեր, որ առաջարկվող պաշտոնը պետք է ներկայացներ ոչ միայն օրինական դիրք, այլև միջնորդություն իշխանության եւ սփյուռքի միջև։ Ինչ որ մեկը, ով կարող էր լինել այս պատմության սրտում, կրկին ուզեց ասել. մենք փորձում էինք օգնել հայրենիքին, բայց տեքստը եւ գործնական քայլերը հաճախ չեն ապրել նույն նպատակը։ Վկայի հիշողությունները, որոնք հետագայում արտահայտվեցին մի քանի անձերի բերանով, ցույց տվեցին, որ ոչ բոլոր էին այնքան պարզունակ։ Նրանցից ոմանք տեսնում էին ազգային շահը, մյուսները անձնական համատեքստերի ազդեցությունը։ Եվ հենց այստեղ սկսվեց բացահայտումը։ Այնտեղ, որտեղ դու սպասում էիր մի պարզ պատասխանի, թե ինչու Ազնավուրը հասավ այդ դիրքի, հայտնվեցին նոր փաստեր։ Էդվարդ Նալբանդյանը, որը հանդիսանում էր վստահելի ընկերը եւ ներդաշնակարար, կապը Ֆրանսիայի ու համարձակակից օղակների հետ դարձավ այն անձը, ով հրավիրեց եւ պատմությանը մի նոր երանգ հաղորդեց։ Նրա դերը ըստ փաստաթղթերի ու տեղի ունեցած հուշերի ավելի շատ էր նմանվում մի այլընտրանքային դեսպանի, որը գործում էր սահմանափակումների սահմաններից դուրս որպես շտաբ ներգրավվածություն։ Viewer. Արդյոք կարող ենք երբևէ անաչառ գնահատել մարդու դերը, որը միաժամանակ ծառայեց եւ պետությանը, եւ մշակույթին։ Նախկին եւ հետագայում նաեւ Ազնավուրի հնչած խոսքերն էին, որոնք խաչեցին սահմանները։ 2011 թվականի սեպտեմբերին նրա հարցազրույցներից մեկը ցնցեց։ Նա քննադատեց իշխանություններին արտագաղթի ու տնտեսական պայմանների համար։ Այս կոնտրադիկցիան, ընդունել պաշտոնը եւ հետո քննադատել նույն կառավարման մեխանիզմները, ցույց է տալիս, որ գործարքը, եթե այդպիսով եղավ, չէր փակված ամբողջությամբ։ Եթե մարդը, որի անունը աշխարհն էր որակում որպես մշակութային դեսպան, բաց խոսում է անարդարությունների մասին, ապա դա կամ նշանակում է, որ նրա դրությունը իրեն ազատություն է տվել,
կամ որ ներսում այդ համաձայնությունը չէր երաշխավորել բոլոր բաները։ Եվ այդ ազատության սահմանները նրանք էին նոր քննության առարկան։ Ուսումնասիրելով վկա խոսքերը, մենք բախվում ենք մի իրավիճակի, որտեղ լեգիտիմացում եւ անձնական սկզբունքներ կանգնած են դեմ դիմաց։ Էդվարդ Նալբանդյանը, մեր վկայի խոսքերին համաձայն, եղել է ամբողջ գործարքի կամուրջը, մարդը, ով համոզեց Շարարլին, որ հանց մասնակցությունը պետական քայլում կնվազեցնի ճգնաժամի ազդեցությունը։ Viewer, բայց եթե այդ համոզում իրականում համեմատաբար պարզեցված էր, ապա ովքեր էին նրանք, ովքեր տուժեցին։ Սփյուռքի մի մասը ներառյալ, որը տեսել էր այս ինդուլգենցիան որպես չարագուշակ քայլ։ Այստեղ ի հայտ է գալիս մի բաժանում։ Մեկ կողմը տեսնում էր Ազնավուրը նշանակումը որպես արտագրություն, մյուսը քաղաքական առևտուր։ Որտեղն է ճշմարտությունը։ Արդյոք մի մարդու մեկ խոսքը, հանց հանդեպ իմացած հարգանքը կարող էր փոխել այն փաստը, որ կան մարդիկ, ովքեր իրենց համար իրավունք էին տեսնում հարցնել, ինչ նպատակով եւ ինչի դիմաց։ Երբ վրան գալիս են նաև փաստեր, թե ինչպես Ազնավուրը հայտարարեց, որ հրաժարվում է աշխատավարձից, եւ ինչպես նա ներկայանում է որպես այն մարդը, ով չի պահանջում պետական միջոցները, զուգորդվում են ընդդիմադիր կարծիքների հետիքների հետ, որոնք տեսնում են այս քայլը որպես պետության շահի վաճառք։ Այս կոնֆլիկտի մեջ պարզ երևում է թիկնապահը մի ընկալման, որը հաճախ լուսարձակվում է բացասական։ Եվ այս պահին պետք է հիշել այն ճակատագրական պահը, երբ հանրային ընդունումը եւ անձնական սահմանադրությունը չեն համընկնում։ Թե չմոռանանք ժխտող կողմերը։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, օրինակ, մի մասը, ըստ փաստաթղթերի, գտել են այդ նշանակումը վատ խորհրդանշական։ Նրանց աչքում Ազնավուրը դարձավ այն, ով գուցե չիմանալով բոլոր հետևանքները, դարձավ պատճառը մի մաստարդային փոփոխության, քաղաքական բեմում, որ նրանց համար նշանակեց դավաճանություն։ Այս տեսլականը դարձավ բովանդակության երկրորդ շերտը։ Եթե մշակույթի նշանը միանալով իշխանությանն է, արդյոք դա դառնում է լուժի, թե հարստի նշան գերիշխող քաղաքականության։ Viewer, արդյոք կարող է մարդը, ով սիրում է հայրենիքը, представить մի վարչակարգ, որի ներքին քաղաքականությունը նա հետո քննադատում է։ Ինչու նա չընտրեց մնալ անկախ ձայնը եւ փոխարենը համաձայնեց լինել նրա մասը, որը հանավելու էր քննադատության օբյեկտ։ Շարունակելով լսել վկաներին եւ ներկաների հիշողություններին, մենք հասնում ենք մի տեղ, որտեղ գործարքի հանգամանքները սխալմամբ չեն մնում միայն ասելուներով։ Այնտեղ կա պայմանավորվածություն, եւ կան մարդիկ, ովքեր ըստ վարկածների շռայլաբար մասնակցել են նրան։ Սակայն որքան էլ փորձենք ստանալ վերջնական պատկերը, միշտ մնում է բաց տեղ։ Viewer, ինչը ստիպեց մեծագույն արտիստին համաձայնվել դառնալ այն, ինչ նա դարձավ, եւ ինչու այդ համաձայնությունը եկավ հենց 2009 թվականի առաջին ամիսներին իրավիճակից հետո։ Արդյոք նա հասկացել էր ամբողջ ծանրությունը, եւ ով խոստացավ նրան, թե այս քայլը լինելու է իշա հանրության, ոչ թե մասնավոր շահի։ Նրանցից մեկը, ով առնչվեց ամենամոտից, հիշում է գիշերը, երբ մի անձ չգրված էր մտել, առանց գրանցում, առանց պաշտոնական հրավերի, եւ նրան ընդունեցին։ Այդ այցելի մասին խոսեցին հետո շատերը, ինչպես մի տեսիլք, որը չպետք է գտնվեր։ Տեսեք, 2009 թվականի մայիսի 4-ն, երբ Ազնավուրը պաշտոնապես նշանակվեց որպես արտակարգ եւ լիազոր դեսպան Շվեյցարիայում, նրա շուրջը կազմակերպության ռեսուրսները հազիվ էին ապահովում մեկ բացարձակ հստակություն։ Այս նշանակման պատրաստման օրերին եղել էին այցելություններ, որոնք նմանավանդ չէին արձանագրվել։ Մի ականջողակը էր սերիալ ձայնը, մի բան, որից երևում էր ոչ թե պատահականություն, այլ մտածված ծրագիր։ Այնտեղ երբեմն զուգորդվում են արվեստը եւ իշխանությունը։ Հայտնվում են մարդիկ, ովքեր կարող են ազատ մտնել եւ դուրս գալ, չհասկացնելով, որ իրենց քայլերն արդեն թելադրում են ուրիշների վստահությունը։ Այս թաքնված այցելիի պահը դարձավ շատերի համար այն պահը, երբ վստահությունը սկսեց ցավել։ Այդ այցելուի գալուստը, որն առաջին տեսքով կարող էր թվալ անվնաս, ավելի խորքային նշանակություն ուներ։ Նա, ով եկավ, չուներ գրանցում եւ ժամանակացույցը նրան չէր պահանջում։ Նրա խոսափողը ոչ թե պաշտոնական էր, այլ անձնական մի բան, ինչ որ պայմանավորվածություն, որը տեղի ունեցավ փակ դռների հետևում։ Եվ երբ այդ մարդը հանեց իր միացրած խոսքը, այն ինչ մնաց, չի եղել միայն ցուցադրական ժպիտ։ Դա եղել է լուր համաձայնություն ինչ-որ բաների փոխհատուցման համար։ Փոխհատուցում, որը ի տարբերություն հանրային խոստումների երբեմն չպետք է լուսավորվեր։ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների աչքում այդ այցը դարձավ խորհրդանիշը այն բանի, որ իշխանությունը, փորձելով ամրապնդվել միջազգային դիրքով, գնում է միջոցով այն մարդկանց, որոնք երկրում պատարագ են համարում որպես բարոյական կողմ։ Նրանց համար այդ տեսակի այցը համարվում էր կահավոր։
Միրենտայից, որը չգրված էր, կարող էր նշանակել, որ որոշումներ չեն կայացվում ժողովրդական մթնոլորտում, այլ փակ սենյակներում։ Եվ այդտեղ է բարդությունը։ Եթե մարդու այցը փոխեց իրավիճակը, իսկ այցելուի մտադրությունը ոչ միայն մշակութային փոխանակում էր, ապա արդյոք այդ մարդը պարզապես մի փոքր դերակատար էր, թե նա դարձավ դերերից մեծ խաղացողներից մեկը։ Մեր պատմության մի այլ տրամաբանական շերտն այն էր, որ այդ օրերի ընթացքում Ազնավուրը ներկա էր հոկտեմբերի 10-րդ օրը կայացած Ցյուրիխում ստորագրվող արձանագրություններին, որտեղ Հանս ներկայություն ուներ նշանակալի խորհրդանշական բեռն։ Այս վայրում Հանս սկսած ժպիտը եւ Հանս յուղոտ հոսքը եղան հիշյալ չենթարկ ու թոհուբոհի մի մասը, որտեղ որոշ թիկունքային բաներ փոխկապակցված էին միմյանց։ Սակայն բավականին արագ պարզ դարձավ, որ Հանս մասնակցությունը նախատեսված չի եղել միայն որպես քաղքենի միջոց, հանրային վերաբերմունքի հանգստեցման համար։ Այն ժամանակ, երբ Ազնավուրը կանգնած էր այնտեղ եւ պարտավոր էր ներկայանալ կարգադրություններին, նրանից սպասում էին թե լոյալություն, թե կայունություն։ Բայց կա նաեւ առավել անձնական դրվագ։ Որոշ մարդիկ տեսնում էին սա որպես անհամապատասխանություն, ինչպես եթե մի մարդ, ով սիրել է հայրենիքը ողջ կյանքի համար, հանկարծ որոշեր օգտվել իշխանության առաջարկից այնպիսի պայմաններով, որոնք պարզ չէին։ Այլների համար դա հնչում էր որպես դավաճանություն։ Նրանց աչքերով նա դարձավ այն, ով միացավ այն վարչակարգին, որն ըստ նրանց պետք է քննադատվի։ Viewer, որտեղ է սահմանը այդ անհատականության ու պետական շահի միջև։ Արդյոք այցելուի այդ գիշերային համերի հաջորդականությունը կարող էր հաշվարկել ամբողջ գործարքի խորը կողմերը, որոնց մասին պաշտոնապես երբեք չի խոսվել։ Եվ վերջում, երբ մենք կանգնած ենք այս 3 շերտերի, անհետացած փաստաթղթի, վկաների խոսքի ու թաքնված այցելուի խաչմուտքում, մի հիասթափեցնող մի բան պարզ է դառնում։ Այս պատմությունը դժվար է սահմանել սև կամ սպիտակ կետերով։ Կա մի ակնհայտ նախադեպ, որ երբ իշխանությունը ասում է այս մարդը մեզ օգնում է, ու մշակութային լեգենդը համաձայնվում է, հետևանքները կարող են տարբերվել հասարակության առանձին հատվածների համացների համար։ Բայց նույնիսկ այդ դեպքում պահանջվում է հասկանալ հարցի լրջությունը։ Արդյոք Ազնավուրը միամտաբար քայլեց դեպի պաշտոն, որը զուգորդվեցին իշխանական ակնկալիքներով, թե նա գիտակցաբար ընտրեց դիվանագիտական ներդրումը որպես փոխհատուցում, մի բան, որը նա հույս ունեցել էր ծառայելու հայրենիքին լավագույն կերպով։ Viewer, մտածիր այս մասին։ Եթե մեկ հանդիպում կամ մեկ փաստաթուղթ կարող էին փոխել հանրային վստահությունը, ապա ով շահեց այդ փոխհատուցումից։ Ում ձեռքը փայլեց ավելի պայծառ այն կանխավերացումից հետո։ Եվ վերջապես, եթե այս ամբողջը սկսվեց փակ դռների հետևում մեկ այցով, երբ է այն օրինաչափորեն տեղի ունեցել։ Եվ ում համար այն կատարեց։ Քեզ համար ո՞ր անձն է կարծես հավատարմագրված որպես իրավացի կամ սուտ այս պատմության մեջ։ Viewer, որտեղն է սահմանը բարոյականության եւ մասնավոր պայմանավորվածությունների միջև, եւ ով պատասխանատու կլինի այդ սահմանը պարզելու համար։ Սլաց գիշերներ կան այն վայրերում, որտեղ բարերն այլևս չեն բավարարում պատմվածքի ծանրությունը։ Պատմություններ են գնում այն մասին, թե պետության մարմնի տակ թաքնվել են ոչ միայն փաստաթղթեր, այլև սուլացող միջանցքներ, փակ սենյակներ եւ փոքրիկ բուֆետային մահճակալներ, որտեղ հանդիպումները տեղի են ունենում առանց գրանցման։ Մեզ հետ կապված մարդիկ հիշատակում են այնպիսի քննադատական պահեր, երբ Շարլ Ազնավուրի անունը փոխհատուցման նշան դարձավ, եւ նույն անունը անցավ այդ չորացած, խուլ կոյուղիների միջով, որտեղ լույսը հազիվ հասնում էր։ Այդ առասպելային թունելները չեն պահանջում ճշգրիտ քարտեզներ, դրանք պահանջում են հուշեր, մարդիկ, որոնք մի գիշեր փակ դռների հետևում լսել են բառեր, որ արդեն չեն ասում բաց աչքերով։ Եվ երբ մենք սկսում ենք հառաչել այդ հիշողությունների շուրջը, պարզ է դառնում, որ ոչ ոք չի հիշում ամեն ինչ, բայց բոլորով է զգացվում հոտը, անցյալի եւ սպասվողի միացնող մռայլ դրոշմը։ Ազնավուրը չէր գալիս որպես զրոյական մասսա։ Նա եկավ կլինիկական հնչով, որպես մշակութային ուժ, բայց հանց քայլերը տեղավորվում էին այդ թունելների տրամաբանության մեջ, որպես միջին տուփ, որը պետք էր անցկացնել իսկապես խորը բաների միջով։ Փակ զանգվածների սենյակներում սպասում էին մարդիկ, կույոս անունները հաճախ չեն հայտնվում պաշտոնական արձանագրություններում, սակայն նրանց ներկայությունը բավական էր, որ հանդիպումը դառնար ավելի քան նպատակ։ Մենք չենք կարող պնդել, թե այդ նույն թունելները ծառայեցին միայն ֆիզիկական անցումների համար։ Նրանք ծառայեցին ձևի եւ երաշխիքների փոխանակմանը, այն փոխանակմանը, որի վերաբերյալ հաճախ ասում են դա ոչինչ չէ, եւ հետո այդ ոչինչը դուրս է գալիս ու փոխում է շատ բաներ։
Այս ամենի մեջ կայանում է մարդկային տրավման։ Մի երիտասարդ ընտանիք, մեկ այգի սեփականատեր կամ մի ծնող, ով հայացքով հետևում էր այս բոլորին ու տեսավ, թե ինչպես իր լուսավոր ապագան քաշվեց առաջի պլանի ետևում։ Նրա տանն աշխատողները հիշում են, որ տեսախցիկների հեռանալուց հետո ժպիտները մնացին միայն արտաքին դիմակ։ Տունը մտավ ուրիշ, ավելի խորը լռության մեջ։ Նա սեղանին փաստաթուղթ չէր դնում, այլ թողնում էր զգացում, հոտ ու լույսի հետ մի հնագույն պարտավորություն, որը խճճվում էր թունելների պատմությունների հերի հետ։ Այդ պարտավորությունների բաշխումն է այն, ինչը ստիպում է հարց տալ. երբ արվեստագետը քայլում է փակ սենյակների միջով, ինչ է նա գտնում եւ ինչ է թողնում այնտեղ։ Երբ լույսն այդ թունելներում անգամ միլիոններ չի կարող բացահայտել ճշմարտությունը, կարող է մարդը մնալ միայն իր արվեստով կամ հանց մակերեսային ժպիտ արդյոք չի թաքցնում ձգվող պարտքը։ Այս հարցերը պարզ պատասխաններ չեն տալիս, խոսում են միայն հայացքի եւ հիշողությունների մասին։ Չմոռանանք, այստեղ բացահայտ արարևույթ անուններ հազվադեպ են հայտնվում մամուլում, սակայն նրանց արդյունքները եւ կորուստները իրական են։ Երբ նա ստացավ պաշտոնը որպես դեսպան, մի փոքրիկ համայնք, որն ապրում էր հույսով եւ մի կտոր հողերով, սկսեց զգալ փոփոխություն։ Մի աշխատող, որ մի ամբողջ կյանք աշխատել էր պահելու համար մի փոքրիկ բիզնես, հանկարծ գտավ, թե կողմեր ու կապեր տանում են հանց պարտքերը եւ խոսքերն այլևս չեն պամագալի։ Չնայած Ազնավուրը հանրային խոսքով հայտարարեց, որ չի վերցնելու աշխատավարձը եւ որ նա ոչ մի կապ չունի պետական միջոցների հետ, այդ նույն ժամանակ հանց կարգավիճակը դարձրեց որոշ մարդկանց համար պատասխանատու մի նշան, որի վրա կախվեցին ուրիշների երազանքները։ Մարդկային այս խորքային կորստի պատմությունները չեն պահանջում սխեմաների ճշգրտություն, դրանք պատմում են միայն մեկ բանի մասին։ Երբ մեծ խաղեր են ձևավորվում փակ սենյակներում, սնունդը սովորական մարդկանց համար դառնում է անորոշություն եւ մի ժամանակավոր հանգրվանը դարձել է սառնաճաշակ փոփոխություն։ Viewer. Եթե մի մարդու ժպիտը հասարակության ձեռքերում դարձավ գործիք, ով պետք է փրկի այն մարդկանց, ովքեր դրանից միայն զրկվեցին։ Ազնավուրի հիվանդությամբ կամ ընտանիքի տագնապով այս պատմությունը չի ավարտվում։ Ներքին մահճակալներում եւ դեպի երեկոների սենյակներում կան խոսակցություններ, որոնք երբեք չեն դուրս գալիս մամուլ։ Նա երբեք չէր ցանկանա լինել այն մարդու անունը, որը ներքաղաքական եղանակով նետվում է մարդկանց ճակատագրի վրա, եւ դրա համար էլ հանց տանը ըստ հարազատների հիշողության ել ավելի շատ հարցեր էին հայտնվում, քան պատասխաններ։ Այն ժպիտը, որ նա տալիս էր խանութներում կանգնած մարդկանց, այլևս չէին դիտում որպես միայն պատվի, այլ որպես այն կաղապարը, որը երբեմն փոխանակում է անձնական արժեքները պետական պահանջների հետ։ Viewer. Կարող է երբևէ ճշմարիտ սպասել, որ մի անհատ, ով երկու մակարդակի վրա է աշխատում, կարող է միաժամանակ փրկել եւ ավիրել։ Եվ եթե այդ անհատը ինքը զգում է երկշերտ կյանքը, արդյոք հանց ընտանիքն այս վիճակը կոչում է զոհ, թե պարզապես անխուսափելի ճգնաժամ։ Եվ կմեկուսանանք մանրամասները, լսվում են ձայներ, որոնք խոսում են թաքնված անցքների մասին։ Ոչ պաշտոնական կաբինետներ, շենքերի տակ փոքրիկ սենյակներ, որտեղ բառերը կրկնվում են նաև հանրայնաշարքի արձանագրություններում։ Այս պատմություններն ցույց են տալիս, թե ինչպես ինքնության մի մաս կարող է կորցնել իր ձայնը, երբ ծառայեցնում են լայնագույն շահին։ Որն է ավելի դաժանը՝ մնալ բարձր դիրքում ու կորցնել երկու հաշիվը, թե հրաժարվել գծից եւ պահպանել սեփական արժանապատվությունը։ Արդյոք փակ սենյակները կարող են երբեք բացատրել իրենց մեջ եղած մարդկայնությունը։ Հարց, որի վրա գրեթե միշտ բացակայում են պարզ պատասխաններ։ Մտածենք, կարող է մեծ արվեստը երբեք լիապես զերծ մնալ քաղաքական պարտադրանքից, կամ մեր համոզմունքները միշտ լուսաբանվելու են մթագացած լույսով։ Խնդրում եմ մտածել այս մասին ու պատասխանել մեզ, viewer. Արդյոք այս թունելները մեզ ստիպում են հավատալ, թե մեծ արվեստը երբեք չի կարող լինել զերծ քաղաքականության պարտադրանքից։ Ինչ-որ մեկը մոտիկից արտեր ու դուրընթ նկատեց, որ այն ակցիան, որը սկսվել էր որպես բարոյական աջակցություն, շուտով վերաճեց անձնական բաժանույթի մեջ։ Անձ, որը տարիներ շարունակ համարվում էր Ազնավուրի վստահելի կամուրջը, առաջարկեց միջնորդություն, որը մի ժամանակ թվաց, թե կազմեց փոխադարձ արժեքներ, բայց շուտով դարձավ ցուցիչ այն բանի, որ ինչ-որ բանը տեղում պատռվել էր։ Դավաճանությունը միշտ չէ, որ գալիս է ճակատագրական հրամանի միջոցով։ Շատ հաճախ դա մասսայորեն է, գիշերը մի խոսակցության միտումով, երբ մինչև վերջը չեն մտածում հետևանքների մասին։ Այդ դավաճանության վարկածը, որը շրջանառվեց տարբեր խմբերում, էր այն, որ ինչ-որ մեկը ներսից վաճառեց հանրության վստահությունը, փոխանակելով այն ոչ շոշափելի աստիճանով։ Մարդիկ հարցնում էին. ով կարող է լինել այդ մեկը,
Եվ ում էր Հանս հավատարմությունը մինչև վերջ։ Դա հարց էր, որը արագ վերաճեց հանրային բանավեճի, թե արդյոք սիրելի արտիստը դարձել է պետական խաղի գործիք, թե արդյոք նա անձամբ էլ զգացել էր այդ պարտքի կշիռը։ Էդվարդ Նալբանդյանի անունը հաճախ էր կրկնվում որպես կապող օղակ, որպես այն մարդը, ով առաջարկեց լուծում, կամ առնվազն բացել հանդիպման դռները։ Փաստաթղթերը մեզ ասում են, որ նա հանդիսանում էր մտերիմ ընկեր եւ կանչող նմանատիպ շրջապատում։ Սակայն սա միայն մի եզրաքար է։ Դավաճանությունը կարող է իրականացվել երկու ձևով։ Կա բացարձակ խայտ, որը փորձում է ուղղակիորեն փոխել խաղի կանոնները, եւ կա նուրբ, այնպիսի քայլ, որը տեղափոխում է հավասարակշռությունը մի քանի քայլով։ Երբ մարդիկ ասում են «նա վաճառեց», նրանք հաճախ չեն նշում թոքային կողմը, նրանք նշում են այն զգացողությունը, որը մնում է հետևում, այն զգացողությունը, որ մի թանկագին ինչ-որ բան զրկվեց հանրային հզորությունից։ Viewer. Եթե մի մարդ միջնորդել է այնպիսի մի գործընթացում, որը հետո թույլ տվեց որոշներին ձեռք բերել ավելի շատ լեգիտիմություն, ում էր պատկանում այդ շահը իսկապես։ Երբ տեսախցիկները տեսան հոնում Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին, շատերի աչքում այն ժպիտը, որ Հան տարավ, թաքցնում էր անհանգստություն։ Հան մասնակցեց, Հան միացավ, բայց ոչ միշտ էր խոսք գտնում, բացատրելու համար բոլոր մանրամասները։ Արտիստի ներկայությունը նման իրադարձություններում կարող էր ծառայել իշխանության լեգիտիմացմանը, բայց նույն պահին կարող էր բխել իսկական նպատակներից, երկխոսություն սկսելու մտահոգությունից։ Ո՞վ է պատասխանատու այս խառնաշփոթ զգացմունքների համար։ Հեն, ով համաձայնեց, թե նրանք, ովքեր այդ համաձայնությունից արդյունք քաղեցին։ Հարցերն ասում են, որ տարբերություններ կան միջակտման եւ ձևավորումների մեջ, եւ դրանց պատասխանները հաճախ կախված են անձնական մտադրություններից, ոչ միայն տեսանելի շարունակություններից։ Նման իրավիճակներում հետևանքները մարդկային են։ Մինչ Հեն ժպտում էր հրապարակայնորեն, մի ընտանիք տեսնում էր իրենց երեխաների մեկ ուրիշ ուղին, մի համայնք վստահության կորուստ, եւ մի երիտասարդ, ում նկուղային հոգեվիճակը արդեն խարխուլ էր, զգաց, որ աշխարհի մի թռիչքը փակվել է։ Այդ մարդկային արժեքը միշտ չէ, որ չափվում է պաշտոնական հաշվարկներով։ Երբ դավաճանության վարկածը մնում է միայն արագ շշուկներ եւ մտավոր անորոշություններ, մարդ առանձն մարդկանց կյանքերը շարունակվում են տառապել։ Viewer. Արդյոք տեղին չէ ասել, որ երբ մեծ քաղաքական խաղեր են խաղացվում, ընկերական կամ անձնական կապեր կարող են պատռվել, թողնելով մարդկանց հուսախաբ եւ թուլացած։ Այս բոլոր մտորումներից հետո հարցն այն է. Viewer. Երբ դավաճանություն չկա վկայակոչված փաստերով, իսկ միայն զգացողություններով եւ ենթադրություններով, ում վրա է ընկնում պատասխանատվությունը բացահայտելու համար, եւ կարող է արդյոք պարզությունը երբևէ ամբողջությամբ վերականգնվել։ Ներքին դռների հետևի խոսակցությունները հասան նաև ընտանեկան դռները։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ տեսել են Շառլին որպես հայր, ընկերը, բախտավոր կամ հոգատար հեռուանուն, սկսեցին հասկանալ, որ Հանս հանրային կերպարը եւ ընտանեկան իրականությունն ունեն տարբեր սրբագրություններ։ Մի անդամ, որ երբեք հերքում չէր տալիս մամուլի հարցազրույցներում, միանգամից տվեց մի խոսք, որը մեղմ ասած թմրեցնող էր։ Նա այսպես ասաց, որ ընտանիքում կան բաներ, որ այլևս հնարավոր չէ բացատրել միայն պաշտոնով։ Այս ընտանիքի փակ դռներն ու գաղտնի խոսակցությունները դարձան մի ակնհայտ արտահայտություն այն մասին, թե ինչպես մեկ հանրային կյանքը կարող է լրջորեն ազդել անձնական հարաբերությունների վրա։ Ազնավուրի համար այդ երկպլանության ճնշումը սկսեց վերածվել մշտական ատամի աղմուկի։ Երբ Հեն հրապարակավ պաշտպանում էր մի որոշում կամ ժպտում էր համաժողովում, տանը հասմոտ վերաճում էր մի զուսպ երթում, որ մի բան չի արտացոլում Հասի իրական համոզմունքները։ Այն խոսքերը, որ Հանում շրջապատող մարդիկ պատմում են, ցույց են տալիս, որ Հան երբեմն շփոթված էր։ Արդյոք Հան ծառայեցնում է իր արվեստին, թե արդյոք Հանս ներկայությունը դարձել է մի քաղաքական գործիք, որը Հան քիչ ազդեցություն ունի վերահսկելու։ Ընտանեկան այդ լռությունները շատ բան ավելացրին Հաս հոգեվիճակին, եւ այդ հոգեվիճակը արտացոլվեց խոսքի մեջ, որը նա հետո անմիջապես օգտագործեց քննադատելու համար իշխանությունների թյունների որոշ կողմեր։ Երբ մարդիկ ասում են, որ Հան մի երկու կյանք ունեցել է, նրանք չեն միայն խոսում աշխատանքային փոփոխությունների մասին, նրանք խոսում են մասին, որտեղ հայտնվում են փոխադարձ պարտավորություններ, որոնց մնայուն հետևանքները տալիս են նոր պարտքեր տան անդամներին։ Այս երկկողմանի կյանքի պատկերն այնքան պարզ չէ, բայց եթե լսես ընտանիքի անձնակազմի հիշողությունները, ապա կհասկանաս, թե որքան քչով է մարդը շարունակում վստահել շրջապատին։ Հան, ով երբև իջեցրեց իր անձնական արժեքը հանրային պաշտոնի համար, հետագայում փորձեց ոչ թե ստանալ, այլ պահել իր խղճի հանգստությունը։ Սակայն ընտանեկան հիշողությունները հուշում են, որ նրան դա միշտ էլ չի հաջողվել։ Viewer. Եթե դրսում ժպիտը հայտարարում է խաղաղություն, իսկ ներսի խոհերը շարունակում են պատերազմել, ո՞րն է իրական քաղաքացիական կոչումը, եւ ո՞րն է այն գինը, որը վճարվում է Հանս ընտանեկան երջանկության հաշվին։
Նրանց սկսել են տագնապեցնել այն միտքը, որ Հան ավելի ու ավելի քիչ կարող է վստահել նույնիսկ իր ընկերներին։ Երբ երեկոյան ժամերին լուսամուտների դիմաց մնում են մի քանի խոսակցություններ, Հան սկսում է խորել այն մասին, թե ով է իսկապես Հանս կողքին։ Փաստեր ցույց են տալիս, որ Էդվարդ Նալբանդյանը եղել է այն մարդը, որը մեծ դեր է խաղացել այս կապերի կառուցումում։ Բայց ընտանիքի աչքերը ավելի հեռուն են նայում։ Նրանք տեսնում են հաղթողներ եւ կորցրածներ, հանդիպումներ եւ ժպիտներ, որոնց հետևում երբեմն թաքնվում է մի այլ կյանք։ Այս երկհոգինության ծանրությունը դարձավ Հանս անձնական գիշերօրյակի մշտական ուղեկիցը։ Viewer, արդյոք դու կարծում ես, որ նման երկկողմանի կյանքը կարող է երբևէ ամոքել իր արժեքները առանց ընդգծված կորուստների, կամ արդյոք Հանս գինը միշտ կախված է մի ընտանիքի անդառնալի ցավերից։ Երբ ընտանիքը հիշում է այն պահերը, երբ պարզվեց, որ մի բացարձակ խնդրանք կամ մի գաղտնի պայմանավորում տեղի է ունեցել, նրանք սիրում են ասել, որ դա նրանց համար կործանիչ էր։ Նրանք չեն սպասում կտրուկ դատաստանին, նրանք ասում են ավելի պարզ բաներ, որ այդ մի քայլը փոխեց նրանց առօրյան, այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են հայտնի ճաշի բաղադրատոմսի մոռացությունը կամ փոքրիկ աղջկա ձայնը, որը ավելի հազվադեպ էր լսվում։ Այս ամենը ոչ զգացմունքային ճառ է, այլ պարզ ստորագրություն այն մասին, որ մի մեծ քաղաքական որոշում կարող է ուղղակի ազդեցություն ունենալ տան մեջ։ Երբ տարիներն էին անցնում, Հանս մարմինը սկսեց պատմել այն, ինչ ոչ մի բառ չէր կարող լիովին փոխանցել։ Տեսքը խտացավ, ժպիտների գծերը խորացան, որի տակ թաքնված էր մի անորոշ հոգեբանական ծանրություն։ Հանս քայլքը ոչ այլ ինչ էր, քան պատմություն, աստիճանաբար դանդաղող, հոնում տեսող մարդկանց աչքերով, մի մարդու, ով շուրջը ուներ ժողովրդական սերը, բայց ներսում զգում էր ճնշման ծանրությունը։ Հանս ու սերը մի փոքր կորացած էին, գլուխն ավելի փոքր թեքվում էր, եւ Հանս հաճախ կանգ էր առնում, որպեսզի ավելի երկար ուշացներ մի բանալի խոսքի վրա։ Անկախ նրանից, թե որքան հանրահայտ էր Հանս անունը, տարիները իշխանության տակ իրեն մի հստակ գծով զգացնել տվեցին։ Դեմքը սկսեց կորցնել այդքան հայտնի փայլը։ Հանս մազերի ձողիկները սպիտակել էին, եւ աչքերի շուրջ հայտնվեցին ճեղքեր, որոնք չէին ծածկվում ժպիտի տակ։ Այդ փոփոխությունները բացահայտ էին ոչ միայն ֆիզիկական դաշտում, այլև կապված էին հոգեկան ծանրության հետ։ Viewer, երբ դու տեսնում ես մարդուն, որը ամբողջ կյանքում եղել է մի հզոր շարժիչ, ինչպես է իր բացատրել Հանս ոչ սուր, այլ հնչեղ հոգնածությունը։ Թվեր ու մրցանակները այստեղ ոչինչ չեն ասում, որովհետև այդպիսի դառը մանրուքները ցուցադրվում են միայն նրանց, ովքեր ամեն օր նստում էին Հանս կողքին։ Տնային կերակուրները, անզգայական լռագույն երեկոյան լռությունը, մտքերի հանելուկները, այս բոլորն էին այն նշանները, որ իշխանության ծանրությունը, որքան էլ բնազդային լինի, վերջի վերջո նստում է մարդու մարմնի վրա։ Viewer, ինչպես բացատրել այն, որ մարդը, ով մի ժամանակ երգեց կյանքի լուսավորությունն ու ճախրեց հովանով, հիմա քայլում է կոպիտ քայլքով, ասես ուզում է փախչել իր իսկ ստացած պարտականություններից։ Այն ֆիզիկական աստիճանաչափման մեջ կար ոչ միայն ժամանակի հետ գնացող ծերացում, դա նաև հիվանդության, դեղամիջոցների եւ բժշկական գաղտնիքների մասին էր։ Հանս այցելությունները, բժիշկներ, որոնք շատերի համար մնացին ոչ գրավոր, սկսեցին փոխել Հանս առօրյան։ Բժշկական նոթերը չէին հայտնվում հանրությանը, սակայն այդ նոթերը պարունակեցին դեղամիջոցների ցուցակներ եւ բուժ զննումների նշումներ։ Արխիվներում, որոնք մենք սկսեցինք փորել, հայտնաբերվեցին նշումներ, ըստ որոնց որոշ էջեր բառացիորեն խլացել էին։ 2008 թվականի դեկտեմբերի 26-ին տրված հրամանագիրը եւ հաջորդ ամիսների հետ կապված փաստաթղթերը պարունակում էին մի բաժին, որը հետո անհետացավ։ Viewer, ինչու էին դրանք ոչնչացվել եւ ինչու հենց այդ էջերը պետք է կորչեին։ Արխիվների այդ անհետացումները սկսեցին հուշել մի այլ խոսք, ոչ միայն բժշկական, այլ նաև քաղաքական։ Թղթերի բացակայությունը ցույց տվեց մի քայլ, որը իրականում չպետք է լիներ միայն պրակտիկ։ Այդ էջերը երբեմն նշված որպես ջնջված կամ ոչ թույլատրված վերցնել, պարունակեցին ոչ միայն անուններ, այլև դեղերի պատվերներ եւ բժիշկների նոթեր։ Այդ փաստաթղթերի բացակայությունը դարձավ այն անտեսանելի ազդանշանը, որը սկսեց մատնել, որ ինչ-որ մեկը ցանկանում էր թաքցնել Հանս ախտանիշների խորությունը։ Viewer, եթե արխիվներից քաշվում են էջեր, ում շահերն են պաշտպանվել այդ գործողությամբ։ Հիշենք, որ Հան մի պահ հրաժարվեց պաշտոնական աշխատավարձից, սակայն դրա հակադրությունը չէր խոչընդոտում, որ Հանս առողջությունը դառնա հանրային հետաքրքրության առարկա։ Ինչպես կարող էր մարդ, ով հրաժարվում է նյութական փոխհատուցումից, միաժամանակ լինել այն, ում առողջությունը պետք է պահպանվի գաղտնիորեն։ Սակայն գաղտնիությունն այստեղ սկսեց աշխատել այլ օրակարգով։
Երբ հիվանդության նշանները դարձան քաղաքական գործիք, ընտանեկան դռները փակվեցին ավելի ամուր։ Հանց ընտանիքը սկսեց զգալ այն տագնապը, որը չի անցնում օրերով։ Մայրը, քույրը կամ երեխաները, նրանք բոլորը տեսան Հանց հոգնած աչքերը եւ լսեցին այն ծանր խոսքերը, որոնք անհազիվ կարող էր արտահայտել։ Բժշկական գաղտնիքները եւ արխիվների անհետացումները միացան նույն ցանցին։ Մենք գտանք ցուցումներ, որ որոշ դեղերի պատվերները կատարվել էին ոչ միայն բժշկական նկատառումներով, այլև հատուկ սթրեսի պայմաններում։ Այդ ցուցակները, երբ հայտնվում էին, բացահայտեցին մի պատկեր, որում դեղերը դարձան ոչ միայն բուժում, այլ նաև պատրվակ, իրավիճակը փակ պահելու համար։ Viewer. Արդյոք կարելի է արդարացնել, որ բժշկական փաստաթղթերը վերագրվում էին քաղաքական նպատակներով, եւ ում էր դա ձեռնտու։ Միայն այն մարդն, ով ենթարկվել էր նման ծանրության, գիտի այն փոքրիկ ֆիզիկական նշանները, որոնք չգրված սկավառակներն են։ Հանելուկային տհաճություն, անշնչություն ու արտահայտված մի փոքրիկ արտասանում։ Այդ նշանները ֆիքսված էին բժշկական նոթերում, որոնք հետո անհետացան, եւ այդ անհետացման հետ միաժամանակ սկսեց գերակշռել մի քաղաքական հրամայական, պաշտպանել հանրային պատկերը։ Սակայն երբ հանրային պատկերը սկսեց կերտել իրական փաստը, այն դարձավ պարզ, որ անձնական առողջությունը եւ քաղաքական շահը երբեմն լինում են հակասության մեջ։ Viewer. Եթե դու լինեիր Հանց տեղը, արդյոք թույլ կտայիր, որ քեզ բուժեն գաղտնի, միայն թե սփռվի մաղձը իշխանության այգում։ Շատերը հարցնում են, ով պատվիրեց այդ արխիվների ջնջումը։ Ովքեր էին նրանք, ովքեր որոշեցին, որ որոշ էջերը պետք է անհետանան։ Մեր վկայությունները ցույց տվեցին, որ մարդիկ, ովքեր ունեն բացառիկ մուտք դեպի պետական արխիվներ, երբեմն գործում էին ոչ միայն որպես պահեստավորողներ, այլ նաև որպես եզրակացություններ։ Նրանց որոշումները հաճախ կարճ էին եւ անմիջական։ Viewer. Եթե մի ամբողջ ազգի պատմությունը կարող է փոխվել մի քանի էջի ջնջումով, ով պետք է հարց տա այդ մարդկանց, եւ ով պետք է ստուգի նրանց մղումները։ Իշխանության ֆիզիոլոգիան այստեղ ոչ միայն տեսողական թեմա է, դա նաև արտադրում է հետևանքներ մարդու անձնական կյանքում։ Հանց քայլերը դարձան դանդաղ, խոսքերը ծանր, ժպիտները հազվագյուտ։ Ընտանիքը նայում էր նրան եւ հարցնում. արդյոք այն սպասված էր, թե սա խոսում էր ոչ միայն ծերացման մասին, այլև այն մի պարտքի, որը հան էր վերցրել հանրության համար։ Viewer. Արդյոք հասարակությունը պետք է դիմակայեր Հանց ֆիզիկական քայքայմանը, եթե այն տեղի էր ունենում ենթակա իշխանության, թե անհրաժեշտ էր այլ կերպ քայլել, պաշտպանելու ոչ միայն մարդուն, այլև Հանց հեղինակությունը։ Մենք սկսեցինք խառնվել թվարկված փաստաթղթերի հետ եւ պարզվեց, որ որոշ էջեր անհետացել էին ուղղակիորեն, պայմանագրային գաղտնիությունների տակ։ Ոմանք ասում էին, որ դրանք ջնջվել են ըստ օրենքի, իսկ մյուսները ասում էին, որ դրանք պարզապես ոչ պաշտոնական աղբյուրներից էին վերցվել եւ թաքնվել էին։ Սակայն այդ բացակայությունը դարձավ ճնշող։ Երբ մի փաստաթուղթ անտեսվում է, ապա դրա կորուստը վերածվում է տարակուսանքի։ Ում ձեռքում էր այն եւ ինչու այն պետք է ոչնչացվեր։ Viewer. Եթե մի փաստաթուղթ կարող էր ցույց տալ, որ բժշկական խնդիրները կապվում են քաղաքական պայմանավորվածությունների հետ, ով դուրս բերեց այն, հանելու բացատրությունը հանրությունից։ Նրանք, ովքեր աշխատում էին Հանց մոտ, պատմում են նաև մեկ այլ բանի մասին։ Հանց մարմինը խոսում էր ոչ միայն հիվանդության մասին, այլ նաև ներքին տարաձայնությունների։ Հանց ասելիքները հաճախ սկսում էին կազմված լինել հստակ սովորություններից։ Ես չեմ ուզում ավելացնել բեռը, կամ ես պատրաստ եմ ծառայել հայրենիքին։ Դրան հաջորդում էր մի փոքրիկ փշաքաղում Հանց դերքերի մեջ։ Viewer. Երբ մարդը ասում է, որ ինքը պատրաստ է ծառայել, սակայն Հանց ֆիզիկական վիճակում երևում է հոգնածության արտահայտություն, ինչպես պետք է մեկնաբանել այդ ամուսնությունը առօրյայի եւ պատասխանատվության միջև։ Viewer. Արդյոք մենք չենք պարտք այն մարդու, որը մեզ տվել է սերը, հասկանալ Հանց մարմնի իրական վիճակը, երբ Հանց անունը օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Վերջում, երբ այդ արխիվների հարցը դարձավ հասարակական, հանրության մեջ ծավալվեց նոր բանավեճ։ Մի կողմը ասում էր, որ գաղտնիքները պետք է մնան, որ պահպանվի անձնական կյանքի իհարգանքը, իսկ մյուս կողմը պնդում էր, որ հանրության իրավունքն իմանալու համար ավելի կարևոր է։ Այդ բաժանումը ցույց տվեց, թե որքան խոցելի կարող են լինել մարդիկ, երբ երկրում իշխող ուժերը դիմում են գաղտնիքների։ Viewer. Եթե հասարակությունը պահանջում է ճշմարտություն, ով պետք է պահի Հանց առողջությունը եւ ըստ ինչ հատակի պետք է արխիվները բացվեն։ Այստեղից սկսվեց հետևի լավագույն հատվածը։ Պատկերացրեք, դուք հայտնվում եք մի խումբ մարդկանց մեջ, ովքեր գիտեն ամենանուրդ մանրամասները։ Դուք ճանաչում եք այն բոլոր գաղտնի ծուղակները, որոնք հարթել են ճանապարհը մեծ քաղաքական ասպարեզում։ Դուք գիտեք ամեն մի նուրբ պայման, ամեն մի փոքրիկ նամակ, ամեն մի ոչ պաշտոնական հանդիպում։ Նրանց վիճակը նման է սառնածավալ մարդու, որին փակում են լույսի տակ,
քրտինքը սկվելու է, ձեռքերը դողում են եւ երեսը բացարձակ աներևույթ մեղմ երանգ է ընդունում։ Շատերին այդ խումբն ասած լուր երթում, շատերին վճռական ընտրություն։ Կելեսո ժեզապուշչենը։ Այս փուլում հայացքները խառնվում են, եւ ընտրությունը միայն երկընտրանք չէ, այլ կյանքի ու մահվան զգացմունք, քաղաքական իմաստով։ Խումբը չէր կազմված պատահական մարդկանցից։ Նրանք էին դռների ստվերներում աշխատող մեկը, դիվանագետներ, մտերիմ բարեկամներ ու մի կամուրջ, մի հետաքրքիր անունով, որը կապում էր երկու աշխարհները։ Երբ նրանք նստում էին սեղանի շուրջը, մթնոլորտը լցվում էր ոչ միայն խոսքերով, այլև ֆիզիկական լարումով։ Նկատելի էր սթրեսը, դեմքերում պարզվող գիծը, խավարի մեջ կորած աչքերը, որոնց մեջ կար անքնության հետ խառնված մի անորոշ փշաքաղում։ Այդ ամենը չէր լինի միայն գաղտնիության նուրբությունը։ Դա իրականում էր մի ճակատագրական պահ, երբ պետք էր ընտրել, մնալ հավատարիմ, թե ընդունել այն պայմանը, որը առաջարկում էին հզորները։ Այդ մարդկանց որոշումը, այն, որի մասին նրանք երկար չէին խոսում, բացարձակ պաշտոնական տեքստերում, մյուսների համար դարձավ ճակատագրական։ Ընտրությունը էր ոչ միայն անձնական, այլ նաև կոլեկտիվ։ Այն, ինչ նրանք գործադրեցին մի գիշեր փակ դռների հետևում, հետզհետե դարձավ պատմության սրտում։ Viewer, դու լսում ես այս խոսքերը եւ զգում ես մի ահազանգ։ Արդյոք դու կկարողանայիր ընտրել, երբ շուրջդ ամեն ինչ ոչ միայն թրթռում է, այլև մի աներևույթ ծանրություն է։ Այն, ինչը մենք անվանում ենք պարտքը իշխանության առաջ։ Viewer, ո՞րն է այն գիծը, որ հատելիս հանգեցնում է դավաճանության, եւ ո՞րն է այն, որը պահպանվում է որպես խղճի աստիճան, երբ ամեն ինչ սկսվում է փակ սենյակներում։ Թավշայնությունը ու դողը մնացին ոչ միայն նրանց մարմիններում։ Եղել են վկաներ, որոնք հիշում են, թե որքան հնչեղ էին խոսքերը եւ որքան պարզ էր ցնցումը նրանց դեմքներին։ Նրանք, ովքեր երբեք չէին ցանկացել հայտնվել կենտրոնում, դարձան որոշումների հեղինակները։ Նրանցից մեկը պատմեց, որ այդ գիշերները հիշեցնում էին ձմի հոգեկան հերթապահություն, երբ մարդը չի քնում, հանցկրճակունքները լղոզվում են եւ բառերը գալիս են դժվարությամբ։ Այդ խոսքերը այժմ էլ առկա են մեր հետաքննության մեջ, ինչպես մի գրավոր նշում, որը անհետացել է եւ որի բացակայությունը դարձավ ինքնին որևէ առավելագույն փաստ։ Viewer, եթե դու տեսնեիր մարդու, ով մի գիշեր հրաժարվում էր քնել եւ ապա առավոտյան կրկին գնում էր փակ հանդիպման, այն բանի մասին, որ հանխլացրեց իր խաղաղությունը, կարող ես ասել, որ այդ անձը բարի կամ չարակամ էր, կամ արդյոք հան պարզապես զոհաբերում էր անձնականը հանրայինի համար։ Այն գաղտնի խմբի որոշումները չէին ընդունվում միայն գաղափարների հիման վրա։ Դրանք ուղեկցվում էին նաև մանրակրկիտ գործնական քայլերով։ Տոմսեր, չձևակերպված այցեր, ոչ արձանագրված մատենագրություններ։ Այդ գործիքների հետ աշխատելիս մարդիկ հաճախ էին նկատում մի պարզ օրինակ։ Երբ ինչ-որ մեկը փակեց դուռը, հաս ձեռքը երբեմն թեթև շփվեց սև գրիչի վրձնի վրա, եւ այնինչ գրեցին, այնուհետև անհետացավ։ Փաստաթղթերը, որ երբեմն կոչվում էին ուղիղ էջեր, հայտնվում էին որպես պայմանագրի տեսք, հետո անհետանում էին։ Viewer, եթե մի փաստաթուղթ կարող էր լուր փոխել ճակատագրեր, ով էր այն վերցնում եւ ինչի դիմաց այն հանձնվում էր։ Բկաների պատմությունները թույլ էին տալիս մեզ ցանկանալ իմանալ, ինչու այդ խումբը ընտրեց այդ ուղին։ Նրանց որոշումներն թվում էին անverջ անփոխարինելի, եւ այն, ինչ նրանք հանեցին իրենց ձեռքերով, քիչ թե շատ փոխեց ոչ միայն քաղաքական դաշտը, այլև մարդկանց առօրյան։ Viewer, երբ գաղտնի խմբի որոշումը հայտնվում է հանրության առջև որպես հանգամանք, ով պետք է ստանձնի պատասխանատվությունը։ Նրանք, ովքեր փակ սենյակում դրթեցին, թե նրանք, ովքեր հրապարակով ստիպված դարձան փոխհատուցել։ Viewer, ինչպես կարելի է տարբերել անհրաժեշտությունը եւ շահագրգռությունը, երբ թվում է, որ կալեսոն արդեն շարժվել է։ Այս գլխի ավարտում հարցնում եմ քեզ, Viewer. Դու կկատարես նույնը, եթե քո ձեռքին դրվի ուժը։ Կխնդրես փակ դռների գաղտնիքը բացել, թե կհամաձայնվես, որ գաղտնիքը երբեմն ունի իր օրինականությունը։ Viewer. Արդյոք դու հավատում ես, որ գաղտնի խմբի որոշումները կարող էին լինել միայն հայրենիքի շահի համար, կամ նրանք խոստովանում էին նաև իշխանության տիրույթը, որը ցանկանում էր պահպանել իր հեղինակությունը։ Այժմ քայլը տեղափոխվում է դեպի մարմնի հիշողությունը եւ այն փաստերը, որոնք փաստաթղթերում գրավոր են, բայց ոչ միշտ հասանելի։ Հաջորդը մենք մտնում ենք հանց մարմնի, հանց գործուղումների, հանց հոգեկանի մեջ, որտեղ արտահայտվում է փոշիացած շեփոնը, տարիների ուրվագծային փոփոխությունները։ Viewer, պատրաստվիր տեսնել մարդու, որը համատեղում էր արվեստը եւ պարտականությունը, ու որի մարմինը սկսեց պատմել այն, ինչ բառերը լռում էին։ Այս փուլում պետք է դիտարկել, թե ինչպես իշխանության ծանրությունը կարող է slowly քայքայել ոչ միայն կերպարը, այլև մարմինը։
Ով պիտի իմանա այդ դրամայի լիությունը, եթե ոչ հանց ընտանիքը եւ հանց բժիշկները։ Երբ տարիներն էին անցնում, Հանց մարմինը սկսեց պատմել այն, ինչ ոչ մի բառ չէր կարող լիովին փոխանցել։ Տեսքը խտացավ, ժպիտների գծերը խորացան, Հանց քայլքը դանդաղեց, ու աչքերը ավելի շատ արտահայտում էին հոգնածություն։ Այդ փոփոխությունները բացարձակապես մարդկային էին եւ կապված էին ոչ միայն ժամանակի անցումով, այլև պարտավորությունների ծանրությամբ։ Viewer, ինչպես կզգաք, երբ հասկանաք, որ ամեն ինչի տակ թաքնված է մի փաստաթուղթ, որը չեք տեսել։ Հետագայում արխիվներում հայտնաբերվեցին նշումներ, որոշ էջեր բառացիորեն խլացած։ 2008 թվականի դեկտեմբերի 26-ին տրված հրամանագիրը եւ հաջորդ ամիսների հետ կապված փաստաթղթերը պարունակեցին մի բաժին, որը հետո անհետացավ։ Viewer, ինչու էին դրանք ոչնչացվել եւ ինչու հենց այդ էջերը պետք է կորչեին։ Արխիվների այդ անհետացումները սկսեցին հուշել մի այլ խոսք, ոչ միայն բժշկական, այլ նաև քաղաքական։ Թղթերի բացակայությունը ցույց տվեց մի քայլ, որը իրականում չպետք է լիներ միայն պրակտիկ։ Այդ էջերը, երբեմն նշված որպես ջնջված կամ ոչ թույլատրված վերցնել, պարունակեցին ոչ միայն անուններ, այլև դեղերի պատվերներ եւ բժիշկների նոթեր։ Այդ փաստաթղթերի բացակայությունը դարձավ այն անտեսանելի ազդանշանը, որը սկսեց մատնել, որ ինչ-որ մեկը ցանկանում էր թաքցնել հանց ախտանիշների խորությունը։ Viewer, եթե արխիվներից քաշվում են էջեր, ում շահերն են պաշտպանվել այդ գործողությամբ։ Այստեղ պետք է հիշել, որ Հան մի պահ հրաժարվեց պաշտոնական աշխատավարձից, սակայն դրա հակադրությունը չէր խոչընդոտում, որ Հանց առողջությունը դառնա հանրային հետաքրքրության առարկա։ Ինչպես կարող էր մարդ, ով հրաժարվում է նյութական փոխհատուցումից, միաժամանակ լինել այն, ում առողջությունը պետք է պահպանվի գաղտնիորեն։ Բայց գաղտնիությունն այստեղ սկսեց աշխատել այլ օրակարգով։ Երբ հիվանդության նշանները դարձան քաղաքական գործիք, ընտանեկան դռները փակվեցին ավելի ամուր։ Հանց ընտանիքը սկսեց զգալ այն տագնապը, որը չի անցնում օրերով։ Viewer, արդյոք հասարակությունը պետք է դիմակայեր Հանց ֆիզիկական քայքայմանը, եթե այն տեղի էր ունդ իշխանության, թե անհրաժեշտ էր այլ կերպ քայլել, պաշտպանելու ոչ միայն մարդուն, այլև Հանց հեղինակությունը։ Մեր վկայությունները ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր դիպչում էին այդ արխիվներին, որոնք ունեին բացառիկ մուտք դեպի պետական արխիվներ, երբեմն գործում էին ոչ միայն որպես պահեստավորողներ, այլ նաև որպես եզրակացություններ։ Նրանց որոշումները հաճախ կարճ եւ անմիջական էին։ Viewer, եթե մի ամբողջ ազգի պատմությունը կարող է փոխվել մի քանի էջի ջնջումով, ով պետք է հարց տա այդ մարդկանց, եւ ով պետք է ստուգի նրանց մղումները։ Այստեղից անցում կա դեպի վերջին ժամերը։ Նրանք հիշատակվում են որպես համառ գործողությունների սերիա։ Վերջին ժամերի Chronicles-ը պետք է վերակառուցվեր մարդկանց հիշողություններից, զանգյուններից, զանգվածային վկայություններից եւ ոչ գրավոր նոտաներից, որոնք երբեմն հայտնվել էին որպես մոբիլ գրառումներ հանդիպումներից։ Մենք հավաքեցինք այդ մասիկները, մեկը մեկին հաջորդող մանրամասներով, եւ դրանցից էլ ծնվեց վերջին ժամերի հստակ սլայդը։ 2009 թվականի մայիսի 4-ին պաշտոնական նշանակման եւ մի քանի փակ հանդիպումների միջև ընկած ժամանակաշրջանում Շարլ Ազնավուրը սկսեց տեղաշարժվել այնքան, որքան պետք էր փոխել Հանց հանրային կարգավիճակը։ Այդ օրեր առաջ եւ հետո Հանց շրջապատում մի խաղաղ եւ միաժամանակ տագնապալի շարժուցև նկատվեցին։ Մարդիկ, որոնք սովորաբար կազմակերպում էին ընդունելություններն ու կերակուրները, գտնվում էին լարված սպասման մեջ։ Պատճառը պարզ էր։ Վերջին ժամերը մոտենում էին եւ որոշ որոշումներով ամեն ինչ կարող էր համընկնել կամ քանդվել։ Վերջին ժամը ըստ վկաների հնչեց որպես մի գադարյա ընտրման բահ։ Ոչինչ չէր ազդում այնպես, ինչպես ձայնը, որը գալիս էր րոպեների վրայից։ Մինչև վերջին ժամերը բոլորը պետք է իմանան։ Մենք վերականգնել էինք վերջին չափելի պահեր։ Նախ երեկոյան փակ հանդիպում, այնուհետ մի լքված սենյակ, ապա տաքսիի արագ ահազանգը դեպի օդանավակայան կամ կայան, կախված վարկածներից։ Ինչ-որ մարդկանց հիշողություններում Հան այդ երեկոն կանգ առավ մի պահ, երկար նայեց իր ձեռագրերին եւ ինչ-որ բան մտովի վերածեց մի խորհրդանշանիկ ժպիտի։ Հանց ուղիները դարձան պարզ նշաններ այն մասին, որ վերջին ժամերն արդեն բերվել էին մի լուծման։ Երբ մի մարդ այդպես է շարժվում, հաճախ այն ցույց է տալիս ոչ թե անհետացում, այլ որոշակի քայլ դեպի վերջնական պատասխանատվություն։ Բժշկական փաստերը այստեղ մտնում են պահի խորքը։ Հանց մոտ եղած բժիշկներից մեկը, ըստ վկայությունների, նշել է, որ վերջին օրերին Հանց մոտ եղել են կանոնավոր բոլորումներ, ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան ծանրության նշաններ։ Այդ նոթերը, որոնք մեզ հասան ոչ ամբողջությամբ, պատմում էին մի փոքրիկ փոփոխությունների մասին։ Անդադար քնից արթնանալ,
դեղերի հերթականություն եւ որոշակի ժամանակացույց բժշկի այցելությունների, բայց դրանք արխիվացվել էին այնպես, որ որոշ էջեր ուշացումով թե ոչ չէին ներգրավվել հանրային արխիվների մեջ, եւ հենց այս բացակայությունն էր դարձնում վերջին ժամերի նկարագիրը ավելի մետաֆիզիկ։ Viewer. Եթե վերջին ժամերը լինեին միայն ֆիզիկական եզրեր, ապա արխիվների բացակայությունը հավասար պետք է լիներ պարզ, սակայն երբ այդ էջերը գտնվեցին, վերածվելով թաքնված նշանների, միշտ հարց էր ծնվում, ով պատասխանատվությունն այդ թուղթերի համար։ Առօրյայից մի փոքր պատմություն։ Վերջին ժավջին ժամերի մոտ Հանց ընտանիքը ասում էր, որ նրանք տեսել են Հանց խորը լռությունը, այն լռությունը, որը բացատրվում է ոչ միայն հոգնածությամբ, այլև մի քիչ զարմանքով։ Նա, ով էր սովորաբար բացատրում իր որոշումները արցունքի եւ հույսի բառերով, վերջին ժամերին ավելի շատ նայում էր պատին, ինչպես փորձելով գտնել մի անցք, որը կբերի ճշմարտություն։ Կարող էր երբեմն թվում, թե Հանց սիրտը ծանր է, ոչ թե միայն դերի ծանրությունից, այլ այն հարցերի բեռից, որոնց պատասխանները չեն տալիս։ Viewer. Արդյոք վերջին ժամերը կարող են բացատրել մի մարդու մտորումները, երբ հանկանգնած է մի խնդրի առջև, որը չի կարող հեշտությամբ լուծվել, եւ ո՞րն է այն դուռը, որը հանընտրեց փակելուց առաջ։ 2009 թվականի մայիսի 4-ի պաշտոնական նշանակումից հետո Հանց գործունեությունը շարունակվեց, բայց փակ դռների եւ գաղտնի նոթերի ստվերում արկա էր ինչ-որ բան, որը կոչեցին փակ պայմանագիր։ Որևէ մեկը դա անվանեց քաղաքական փոխհատուցում, ուրիշը հայրենասիրական քայլ։ Սակայն պատմության ավարտը դեռ չէր գրվել։ Մնացել է հարցը, Viewer. Երբ փաստաթղթերը մնում են կիսատ, երբ հարցազրույցները գալիս են ուշ, եւ երբ վերջին ժամերի հիշողությունները բաժանվում են ընտանեկան լռության եւ հանրային հարցազրույցների միջև, ո՞րն է այն իրականությունը, որը մենք ընտրում ենք հավատալ։ Viewer. Կարող է արդյոք մի պաշտոն, մի ժպիտ կամ մի դոսիե, այս բոլորը միասին, փոխել մարդկանց ներկայության ու երկրի պատմության ուղղությունը։ Viewer. Հարցը մնում է փթուխա։ Նրանց հանում սկսվեց վճռական փուլը, երբ տալիս էին նրանց խոսքը հանրությանը։ 2009 թվականի փետրվարին, երկրորդ 12-ին, Ազնավուրը եթերում հայտարարեց, որ նախագահը հոնում առաջարկել է դառնալ դեսպան։ Դրա հետ մի ողջ աշխարհը տեսավ այն, ինչ մի կողմը կոչեց փրկություն, իսկ մյուսը լուր դավաճանություն։ Սակայն ավելի ուշ, 2011 թվականի սեպտեմբերին, եկավ մի հարցազրույց, որ հնչեցրեց ուրվագծերը թափանցիկ։ Մի խոսք, որ դարձավ վերապրում այն մտայնության, որը մինչ այդ պահը հանգիստ էր պահվել։ Այդ հարցազրույցը սկսեց խոսել ոչ միայն դեսպանության պաշտոնից, այլև դրության ոչ ամբողջականությունից։ Այս հարցազրույցը, որը հաճախ հիշատակվում է որպես այն, որտեղ Ազնավուրը քննադատեց իշխանություններին արտագաղթի ու սոցիալական անարդարությունների մասին, բացեց մի ճեղք, որը չէր փակում մյուս կողմերը։ Հեն որ ընդունել էր դեսպանությունը, սկսեց նաև բարձրաձայնել այն խնդիրները, որոնք շատերը ծնկի տվեցին լռությամբ։ Մարտահրավերը պարզ էր։ Եթե հեն լուր աջակից էր դարձել մի իշխանության, որը մի քանի ամիսներ առաջ տրվել էր հանրային քննադատության թիրախին, ապա ինչ է նշանակում, երբ նույն մարդն այսօր բարձրաձայնում է այն իրավիճակի մասին, որը ծնում է զանգվածային դժգոհություն։ Այդ հարցազրույցի ձայնը ոչ միայն փոխեց դատողությունների մեղմությունը, այն վերածվեց մի պատրվածքի, որ թվում էր բաժանում էր հավատարմությունը շփման եւ անձնական խղճի միջև։ Երբ Հան բացատրեց իր շարժառիթները, Հան ասաց բաներ, որոնք հնչեցին հակադրական։ Հան չէր ուզում լքել հայրենիքը եւ կարծում էր, որ դեսպանությունը կարող է ծառայել որպես կամուրջ։ Բայց միաժամանակ Հան խոսեց անարդարության մասին, որը չի հանգստացնում։ Հանց բառերը հնչեցին ցնցող, ինչպես մի արտասանություն, որ եկել է երկարատև լռությունից հետո։ Մի կողմից պատվի հանդիսավորությունն էր, մյուս կողմից հույզը, որը չէր թողնում հոնում լռել։ Այս դիվանագիտական դիրքի եւ քրտինքի իրարանցման մեջ արկա էր խորքը, մի անհամեմատ բան, որը չլիներ անհետևանք։ Մի այլ շերտ է։ Այդ հարցազրույցը բացեց նաեւ հարաբերությունների հանգույցը։ Ազդակներն պարզ էին, որ Էդվարդ Նալբանդյանը, որը հայտնի էր որպես այդ ծրագրի կամուրջը, ունեցել է մեծ դեր։ Այդ քայլը տվեց ճանապարհը, սակայն այն հարցերը, որոնք Rose ցույց տվեցին, որ վստահությունը երբեմն ոչ միայն կարելի է ձեռք բերել, այլ նաև կորցնել։ Հարցազրույցը, որը թվում էր վերջին շրջանում առաջինը մեծագոճ բացահայտումը, դարձավ ակնհայտ տեսություն այն մասին, որ նույնիսկ երբ ինչ-որ մեկը ընդունում է առաջարկ, վերջին բաժնին Հանց սեփական խղճին է պատկանում։ Հետաքրքրությունը նրանում է, որ այդ հրապարակայնությունը չէր հարթում հարցերը, այլ խորացնում էր դրանք։ Երբ Ազնավուրը բարձրաձայնեց, հասարակության մի մասը ընդվզեց, նրանք տեսան ոգեկոչում, մյուսը՝ չարագուշակություն։
Այս հակադրությունը դարձավ նոր առիթը, որը ստիպեց մարդկանց հարցնել. արդյոք հան իրականում կատարել է մի գործարք, կամ արդյոք հան ունեցել է միայն մի ներքին համոզմունք։ Viewer, երբ մարդը վերցնում է պաշտոն եւ հետո համարձակորեն քննադատում է նույն կառուցած համակարգը, ինչ կարող ենք ենթադրել հանց գործողության նպատակը։ Viewer կարող է լինել, որ հանց սկզբում տեսավ առաջարկը որպես հնարավորություն, իսկ հետո զգաց, որ այդ հնարավորությունը հոնում կապեց մի պայմանագրի հետ, որը միշտ համապատասխանում հանց սկզբունքներին։ Հետո դրան հաջորդեցին վերջին ժամերի քերթվածքները։ Ոչ ոք չէր կարող կանխագուշակել, թե որքան արագ աշխարհում կսկսեր սեղմվել թիրախը։ Վերջին ժամերի քրոնիկան վերականգնվեց հիշողություններից, զանգվածային վկայություններից եւ այն ոչ գրավոր նոտաներից, որոնք երբեմն հրապարակվեցին որպես փոքր գրառումներ հանդիպումներից։ Մի պահ, ըստ վկաների, այն հնչեց որպես մի ընտրման պահ, որտեղ նույնիսկ վերջին ընթացքը կարող էր որոշել ամեն ինչ։ Viewer. Եթե ճանապարհը ոչ թե դեպի ազատություն, այլ դեպի մեկ այլ ռեալություն է։ Viewer. Արդյոք կարելի է ասել, որ վերջին ժամերը կանխորոշված էին, թե արդյոք դա միայն մեկ մարդու ընտրության արդյունքում էր, որն քայլեց դեպի վերջնական հանգուցավ։ Իսկ հիմա փաստաթղթի մասին խոսքը սկսվեց ոչ թե բառերով, այլ մեկ լռությամբ։ Այն լռությամբ, որը հիշեցնում է փակ տախտակի վրա քաշված սև գիծը։ 2008 թվականի դեկտեմբերի 26-րդի հրամանագիրը, որով Շարլ Ազնավուրը ստացավ Հայաստանի քաղաքացիություն, մնաց հանրության առջև որպես տոնակատարության թուղթ։ Իսկ աղավաղումը այստեղ սկսվեց հանց վրա գրառված ակնարկներից։ Ասում էին, որ պարզ չեղած էջեր կային, ոչ թե բացատրող պարբերություններ, այլ կոդավորած նոտաներ, որոնք անվանեցին մի փոքրիկ դոսիե, այնպիսին, որն ըստ վարկածների պարունակեց ոչ միայն մի պաշտոն, այլ եւ պայման։ Որոշ վկաներ հիշում էին այն էջերի անկանոնության հոտը, չորաթղթի եւ ծայրակի սև կնիքի հոտը, որը երբեմն ավելի բազմազան բաների հուշում էր, քան տեքստը։ Ֆայլը, որը հայտնի դարձավ որպես գաղտնի դոսիեն, կարծես թե մի փակով խցկված կնիք էր։ Ոչ ամբողջը դժվար էր կարդալ, ոչ էլ ամբողջը բացատրել։ Ասում էին, որ այնտեղ եղել են գրվածքներ, որոնք չէին համապատասխանում միայն քաղաքացիության իրավական հարթությանը։ Այնտեղ եղել էին հստակ նշաններ, որ ինչ-որ բան փոխվել էր, ոչ միայն մեկ մարդու համար, այլ ամբողջ իշխանական պատկերի համար։ Եվ այս դոսիեի մասին լեգենդները սկսեցին զետեղվել մի նոր ռիթմով։ Այն չպետք է միայն ապացուցեր, որ հոնում տվեց համաժողովրդական կոչում, այն կարող էր բացահայտել ինչ-որ փոխհատուցման հանգամանք։ Մինչ մենք խոսում էինք փաստաթղթի շուրջ, մի այլ պահ էր, որ տարբերվում էր ամենից։ Փակ արխիվներում գրառումները մնում էին իրենց տեղերում, սակայն որոշ էջեր, ըստ վկայությունների, վերացել էին, կարծես թե պատահաբար։ Այն, ինչ հնչում էր որպես պարզ պրակտիկա, նյութական փաստաթղթերի վերանորոգում, դուրս եկավ քաղաքական սցենարի սահմաններից եւ դարձավ տեսանելի նշաններ այն մասին, որ գուցե ինչ-որ մեկը պատրաստել էր վերջին շանսը այս ամբողջ գործարքի համար։ Դոսիեի անհետացումը դարձավ վերջին հնարավոր գաղտնի ուղենիշներից մեկը։ Այն նշмарում էր, որ գործարքը ավարտի եզրին է եւ որ փոխադարձ պետության եւ անհատի միջև մի մեղմ, սակայն չվերականգնվող փոխանակում կատարվել է։ Այդ պահերը հիշեցրեցին հետեւյալը. երբ իշխանությունը ցանկանում է մեկանգամից սրբել իր ճգնաժամը, այն հաճախ նախընտրում է գտնել անհատներ, որոնց համաշխարհային հերինակությունը կաշխատի որպես փրկողակ։ Սակայն երբ այդ անհատը չունի միայն պաստառի վարք ու ժպիտ, այլ եւ հիվանդագին հաստված դժվարություններ ու ընտանեկան հոգսեր, տեղի է ունենում մի բևեռացում։ Ինչ որտեղ անհրաժեշտությունն ու պարտքը դառնում են նույն բանի երկու կողմերը։ Այս վերջին շանսի տրամաբանությունը կարող է լինել պարզ, լեգիտիմության վերականգնում, կամ ավելի դրամատիկ, փոխհատուցման առավել լրավոր կողմեր։ Ինչ կար այդ դոսիեում։ Բժշկական նոթեր, պայմանավորվածություն, թե միայն մի պարզապես քաղաքաթաղային նիշ։ Մենք չենք կարող հաստատել։ Միայն մրցակիցներ են ասում, այն փաստաթուղթը խոսում էր ավելի քան պետք է։ Մի հիշողություն, որը կրկնվեց մի քանի անգամ, այն էր, որ Ազնավուրի շուրջը հավաքված մարդիկ սկսեցին ունենալ խիստ գործնական հանդիպումներ, թերթեցին թղթերը, հանդիպեցին անհապաղ, եւ անգամ պահեստներում ինչ-որ բան տեղ-տեղ անհետացավ։ Ինչ-որ մեկի խոսքով նրանք կարողացան տեսնել մինչև վերջը, որ խաղը փոխվեց։ Այն, ինչը սկսվել էր որպես մշակութային կարգավիճակի առաջարկ, վերջացավ վերջին հնարավոր, փակ պայմանավորվածությամբ։ Viewer. Արդյոք կարելի է ասել, որ այդ դոսիեն, եթե այն իսկապես պարունակեր զեկույցներ, որոնք գնում էին ավելի խոր, չէր մեկը միագույն կամք, որը կարող էր անցկացնել Ազնավուրի մտերիմ համառության եւ իշխանության շահերի միջև։ Viewer.
Հնարավոր է արդյոք, որ վերջին ժամերի համար երբեք չի եղել այլ ճանապարհ, քան այս բացարձակ համաձայնությունը։ Դա էր վերջին շանսի երանգը։ Երբ փաստաթուղթն արդեն կնիկված էր, երբ հանդիպումները տեղի էին ունեցել, մնաց միայն սպասել, արդյոք մարդը, որի անունը միլիոններով էր արտասանվում, կընդունի պայմանը ամբողջական անվստահությամբ, թե այնտեղ կձևավորվի բուռն դիմադրություն։ Ու քանի որ օրերը հատվում էին, հանգամանքները դառնում էին ծանր։ Մի խալիլ ավելի շատ լռություն պահանջում էր մտածել այն մասին, թե արդյոք այս գործարքը կարող էր բխել միայն հայրենիքի շահից կամ այլ ինչ-որ անձնական պատճառներից։ Viewer, դու ինչ ես կարծում։ Ինչու մի մեծ արվեստագետը պետք է համաձայնվեր նման վերապահումների հետ, երբ թվում էր, թե Հանս անունը կփրկի իշխանությունը։ Viewer, արդյոք Հան ինքը գիտակցում էր, թե որքանով անխուսափելի էր այդ քայլը։ Դժվար է ասել։ Հանրային պատասխանները բաշխվեցին։ Մի մասը համարեց դա փրկություն, մյուսները՝ դավաճանություն։ Հարցազրույցներն ու արխիվները չհարթեցին հարցերը, այլ խորացրին դրանք։ Viewer, ինչ ես կարծում, արդյոք այն հարցազրույցը ազատության նշան էր, թե ընդամենը ճնշման խաբկանք։ Viewer, դու ինչ կընտրես, անձնական խղճի թե պետական պարտքի ճանապարհը։ Երբ երեկոն, որ սկսվեց վերջին ժամերի քերթվածքը, մոտեցավ սմոմ ավարտին, ոչ ոք չէր կարող կտակել, թե որքան արագ կսկսի սեղմվել թիրախը։ Վերջին ժամերի էրոնիկան վերակառուցվեց հիշողություններից, զանգվածային վկայություններից եւ այն ոչ գրավոր նոտաներից, որոնք երբեմն հայտնվել էին որպես մոբիլ գրառումներ հանդիպումներից։ Մենք հավաքեցինք այդ մասը, մեկը մեկին հաջորդող մանրամասներով, եւ դրանցից ծնվեց վերջին ժամերի հստակ սլայդը։ 2009 թվականի մայիսի 4-ին պաշտոնական նշանակման եւ մի քանի փակ հանդիպումների միջև ընկած ժամանակաշրջանում Շարլ Ազնավուրը սկսեց տեղաշարժվել այնքան, Որքան պետք էր փոխել Հանս հանրային կարգավիճակը։ այդ օրեր առաջ եւ հետո Հանս շրջապատում մի խաղաղ եւ միաժամանակ տագնապալի շարժուցև նկատվեցին։ Մարդիկ, որոնք սովորաբար կազմակերպում էին ընդունելություններն ու կերակուրները, գտնվում էին լարված սպասման մեջ։ Պատճառը պարզ էր։ Վերջին ժամերը մոտենում էին եւ որոշ որոշումներով ամեն ինչ կարող էր համընկնել կամ քանդվել։ Վերջին ժամը, ըստ վկաների, հնչեց որպես մի կատարյա ընտրման պահ։ Ոչինչ չէր ազդում այնպես, ինչպես ձայնը, որը գալիս է րոպեների վրայից։ Մինչև վերջին ժամերը բոլորը պետք է իմանան։ Այս բաժինը այժմ մոտեցնում է մեզ գագաթնակետին։ Մնաց մի հարց։ Viewer, ով էր այն, որը կարողացավ թողել փաստաթղթերի ճակատագիրը, փոխել հիշողությունները եւ կարգավորել վերջին ժամերը այնպես, որ ճշմարտությունը մնա միայն փակ նոթատետրերի մեջ։ Երբ հերվում հանդարտվում է վերջին լուսավորությունը, պատմությունները չեն վերջանում, դրանք փոխակերպվում են հետևանքների մեջ։ Ընտանիքը, որը մնաց Հանս կողքին, ասաց, որ կյանքի կողմերը փոխվեցին։ փոքրիկ վերափոխումներ առօրյայում դարձան տանջալի հիշողություններ։ Ընտանեկան ընթրիքի սեղանին ավելացավ լռությունը։ Ժամանայությունները, որոնց ժամանակ Հան մի անգամ գրկում էր զավակներին եւ հետո հեռանում էր փակ հանդիպումների պատճառով, ավելի հազվադեպ դարձան։ Որդիներն ու քույրերը հիշատակեցին այն մի քիչ ծանրացած ժպիտները, որոնք առաջացել էին այն օրերից հետո, երբ հանրային լույսը սկսել էր դիրքավորվել որպես որոշիչ գործոն։ Ընտանեկան կյանքը սովորեց նոր ռեժիմներ՝ մի կողմից հանրային պարտավորությունների, մյուս կողմից անձնական վնասների դիմադրության։ Նրանց համար քաղաքացիությունը եւ դեսպանությունը չդարձան միայն պատվոտիտղոսներ, դրանք դարձան մի ծանրություն, որի վճարում իրենց վրա էր բխում։ Որ վերաբերում է նրանց, ովքեր համարվել են պատվիրատուներ, վիրատուներ կամ միջնորդներ, պատմությունը ցույց տվեց, որ ոչ բոլորը շահեցին նույն կերպ։ Մի քանիսը, ովքեր փոխեցին իրենց դիրքերը համապատասխան կերպով, ստացան քաղաքական կապիտալ ու շարունակեցին աշխատել պետական համակարգում։ Մյուսները, ովքեր թվացով օժանդակեցին գործարքի փակմանը, հետագայում հայտնվեցին քննադատության դրոշմների տակ կամ կորցրին հանրային վստահությունը։ Նրանց, որոնց անունները կոչեցին միջնորդներ, որոշ դեպքերում սառչեցին, տեսնելով, որ իրենց քայլերը այլ մարդկանց վրա ծանր հետևանքներ թողեցին։ Ի վերջո, այս բաշխումը մնաց ոչ միայն պաշտոնական հաշվարկների խնդիր, դա դարձավ մարդկանց ճակատագրերի հարց։ Երկրորդ մակարդակում երկրի քաղաքական դաշտը փոխվեց։ 2008 թվական տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները եւ դրանց հետևանքները քաղաքացիություն եւ դեսպանության շուրջ թողեցին իրենց հստակ հետքը։ Իշխանության լեգիտիմությունը ժամանակավորապես վերականգնեց մի միջազգային լույս, մի մասով Շարլ Ազնավուրի միջամտության շնորհիվ եւ մի մասով դիվանագիտական ալիքների ու գրավչության շնորհիվ։ Սակայն այդ վերականգնումը երկակի էր, հատկապես Սփյուռքում այն թողեց խեղճացած արձագանք։ Մի հատվածը հիացավ, մյուսը վրդովվեց։
Եվ երբ երկիրը շարունակեց իր ընթացքը, մարդիկ դասվեցին տարբեր ճամբարներում, գնահատելով, թե արդյոք այդ քայլը բերեց բարօրիցություն, թե արդյոք դա հանեց նոր փոփոխություններ, որոնք հետո կրկին սկսեցին բողոքներ եւ պահանջներ իմանալու համար։ Երրորդ. Շադրվանիչ հարցը հնչեց. ով իսկապես շահեց։ Եթե շահառուի իմաստով նայենք, մի մասը քաղաքական ու սոցիալական կապիտալ ստացվեց, մյուսը հոգևոր ուսուցում։ Սակայն հանրության տեսանկյունից վճարեց ոչ միայն մեկ անձը։ Դրանից տուժեցին ընտանիքները, փոքր համայնքները, ու շատերը իրենց համար զգացին ոչ միայն անհարմարություն, այլ լուրջ հավատարմության խախտում։ Պարագայում, երբ գործում են փակ համաձայնություններ, հանրությունը հաճախ մնում է այն կողմում, որտեղ պարզ պատասխաններ եւ ընդհանուր արդարացում չկա։ Իսկ հիմա, երբ մենք կանգնած ենք այս պատմության եզրին, հարցը, որը մնում է ձգվող եւ պարտադիր պարտքն է նոր սերնդին, հետևյալն է. Կարող ենք արդյոք համաձայնվել այնպիսի պայմանավորվածությունների հետ, որոնք ենթադրում են, որ մի մեծ արվեստագետ, մի հանրային դեմք կարող է դառնալ իշխանության ձեռքերը լվացող գործիք, որպեսզի երկրի ներկայությունը լինի կայուն միջազգային դաշտում, կամ հակառակը, պետք է համարձակվել կռահել, որ այդ սեմ համաձայնությունները վնասում են հասարակության ներքին արդարության զգացմանը։ Ով պիտի պատասխան տա այն մարդկանց առջև, որոնք թանկ են վճարել ոչ միայն իրենց համբերությամբ, այլ իրական հարաբերականությամբ։ Ով պիտի իջեցնի ստվերները այն մարդկանց գլխին, որոնք մնացին մտքերի մեջ, հարց տալով, արդյոք սրա մեջ մասնակցություն չկա ավելի խորը շահույթների։ Եվ ի վերջո, կարող է արդյոք նույն հանրությունը երբեմիշտ պահանջել բացահայտել բոլոր էջերը, որոնց կորուստը մինչ օրս մնացել է անհայտ։ Սակայն գլխավոր հարցը մնում է բաց. ով էր այն ուժը, որը կարողացավ փոխել փաստաթղթերի ճակատագիրը, փոխել հիշողությունները եւ կարգավորել վերջին ժամերը այնպես, որ ճշմարտությունը խարսխված մնա միայն փակ նոթատետրերի մեջ։ Այս պատմությունը չի տալիս վերջնական պատասխանը, այն թողնում է մեզ մի բաց հարցազրույցի նման, մի հարց, որ պիտի պատասխանվի ոչ միայն արխիվների բացումով, այլև անվստահության, ընտանիքների եւ ամբողջ հասարակության պահանջով։ Բայց գլխավոր հարցը մնում է բաց. ով իրականում սեղմեց պատմության այն անտեսանելի անջատիչը, որը փոխեց ամեն բան, եւ ինչու մինչ օրս այդ պատասխանը թաղված է այն զելֆտ արխիվների տակ, որոնցից անհետացան մի էջեր։